Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Որ վիճակը սենց է, կարող է մի օր փլվի, աստված չանի, տակնել հաճախորդն ու մնատակը։ Եկել է, նկարել է, երևի փոխանցել է համապատասխան վերադասի, ես չգիտեմ արդեն։ Այդ որնանկարների այդ հատվածը, այսպես աչքով ընկավ, փլվում էր այդ պատը։ Բա ես ինչ եմ ասում։ Ասել եմ տնօրենին, որ փլվելու է մի օր աստված չանի, տակնել մարդ է մնալու։ Արեք, տեսեք, դուք ում պիտի զեկուցեք, այնքան որ դուք գիտեք, ես թեկուզ դա իմ ծառայական պարտականությունների մեջ չի մտնում, բայց մարդում էլի տեսնում անվտանգությունը։ Տեղյակ եմ պահում, մնացածը դուք գիտեք, ինչ ուզում եք արեք։ Հարգելի հետևորդներ, նշեմ, որ այս պահին մեր նկարահանող խումբը գտնվում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանին Էրեբունի ամրոցի տեղանքում։ Մեզ հետ միասին նաև Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը եւ Մայր Հայաստան դաշինքի անդամ փորձագետ Սոնա Աղեկյանը։ Բանը նրանումն է, որ նրանք այստեղ են ահազանգի հետքերով Էրեբունի թանգարանին առնչվող խնդիրները բարձրաձայնելու, տեսնելու, որևէ լուծման ուղի փնտրելու նպատակով։ Ինչպես տեսնում եք կադրերում, սա որնանկարների հատվածն է, Էրեբունի ամրոցի որնանկարների հատվածն է, խարխլված, քանդվող, նույնիսկ ամրոցի հսկիչը մեծ հետ զրույցում նշեց, որ դիմել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին քայլեր ձեռնարկելու, որովհետև յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է հայտնվել վտանգված այս պատի տակ եւ վնասվել։
Հարգելի հետևորդներ, այս պահին մենք կզրուցենք Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ։ Պարոն Սուքիասյան, դուք այս պահին ձեզ հետ միասին գտնվում ենք Էրեբունի ամրոցում, կխնդրեմ ներկայացնեք ինչ ահազանգի հետքերով եք այստեղ։ Մեր այսօրվա շրջայցը կրում է, այսպես ասենք, համալիր բնույթ։ Շրջայցը մեկնարկել ենք Կարմիր Բլուրից, այնտեղ ֆիքսել ենք զանազան հրատապ խնդիրներ, այդ եղանք Շենգավիթ պատմահանագիտական արգելոց թանգարանում։ Այժմ Էրեբունի թանգարանում այդ երեքը միասին մի կառույց են համարվում։ Այստեղ գտնվելով ֆիքսեցինք հետևյալը, որ կան ինչպես խնդիրներ, որոնք ժառանգվել են շատ վաղուց, բայց նաև կան խնդիրներ, որոնք կուտակվել են վերջի ժամանակաշրջանում։ Օրինակի համար այս տեղանքին, այս կլիմային, տարվա այս եղանակի համար աննորմալ երևույթ է, որ այս ամրոցի տարածքում ջուր ընդհանրապես չկա։ Այսինքն տուրիստը կարող է ջուր ուզել, տուրիստը կարող է վատանալ առհասարակ, եւ բացի այդ ամբողջ տարածքը փշերով, տատասկներով, խոտով է ծածկված։ Սա անմշակ վիճակ է, սա հետևանքներ են բանի, որ ոչ թե մշակում սիզամարգ են ցանում, ոռոգում են, ստեղծում են կանաչ տարածություն, ստեղծում են ստվեր, նստարաններ, որ տուրիստը շրջանի ծածկում նաև նստի, նկարվի, հա, եւ այլն, դա որոշակի ժամանցի կուլտուրա է։ Այդ ամեն ինչը չկա, տեսահսկման համակարգ գոյություն չունի։ Տարածքը փաստացիորեն ամբողջական ցանկապատ չունի, այսինքն ցանկացած մեկը կարող է ներթափանցել ու ինչ ասես անել։ Ու նաև նման աղմկոտ դեպքեր են եղել, եթե հիշում եք, ինտերնետային տիրույթում էլ այդ ամեն տեսանյութերը տարածվեցին։ Բայց խնդիրների խնդիրը հիմնականում կառավարումն է, որ ավելի քան 1 տարի տնօրեն չունի թանգարանը եւ նախկինում քիչ առաջ հիշատակած Շենգավիթը եւ Կարմիր Բլուրն էլ, քանի որ այս համակարգի մաս են, այդ 3 հատվածն էլ մի կառավարման կենտրոնից է կառավարում, տնօրեն չունի եւ մենք քիչ անց նաեւ կհանդիպենք տնօրենության այս պահին, ովքեր որ այդ կարգավիճակը զբաղեցնում են։ Նրանց հետ կփորձենք խնդիրներին պարզաբանում ստանալ։ Ակնհայտ է, որ այս ուրարտական պատի վիճակն շատ անմխիթար է, այնտեղ խնդրեմ թուփ հաճում, որը նորմալ երևույթ չի, սա կարելի ասել ցանկացած բայ կարող է փլուզվել։ Այստեղ գիտնականների, մասնագետների խոսքը հետադարձ հայացքով ուսումնասիրելով արձանագրել է, որ ուրարտագետների շրջանում կա մտավախություն, որ Էրեբունի ամրոցի այս իրավիճակը շատ, այսպես ասենք, համահունչ է ադրբեջանական քարոզչության հետ, ովքեր ուզում են ամեն կերպ պնդել, որ 1510 թվականին Ռևանղուլի խանն է հիմնադրել Երևանը եւ այլն, եւ ուրարտագիտությունը որպես այդպեսին սկզբում 7-րդ դասարանի գրքերից հեռացնելով, հետո էլ արդեն այս ուրարտական այս պատերի այս ժառանգությունը, այս ամխիթար վիճակում թողնելով, կարծես նպատակ է հետապնդում, որ նպաստեն այդ խոսույթին, այդ պահանջներին եւ Երևանի 2800-ամյա պատմությունը կրճատեն, դարձնեն մոտ այսպես 500-ամյա քաղաքի ինչ-որ մի խոսույթ, որը ամբողջովին տեղավորվում է ադրբեջանական հավակնությունների շրջանակներում։ Դրանք ընդհանուր մտահոգող փաստեր են, տեղեկություն ունենք, որ նաև մշտական ցուցադրություն չունի Էրեբունի թանգարանը, որը նույնպես խնդրահարույց է, եւ առհասարակ Երևան եկող զբոսաշրջիկին, եթե դու առաջինը այստեղ վստահաբար չբերես, ուր պիտի տանես։ Կարնի, Գեղարդ, բոլորը չի որ հասցնում են, բայց ասենք Երևան գալ ու Երևանի մասին պատմող համապատասխան համարժեք որևիցե ներկայանալի կառույց չունենալ, իսկ գտնում եմ, որ այս պահին ներկայանալի չի։ Սա ներկայանալի վիճակ չի, այսպես լքված, մոռացված, անտեսված, փաստացի սա Երևանի ծննդավայրն է, հա, եւ երբ որ Երևանում զանազան միջոցառումներ, ծրագրեր, ինչ որ այսպես պամպեզնի համերգներ, բաներ, որ արվում, հա, այդ ամենը իմ աչքերում գրոշի արժեք չունի, եթե Երևանի ծագման վայր հանդիսացող այս պատմահանագիտական արգելոցները գտնում են նման անմխիթար եւ բարձի թողի իրավիճակում,